Այս անգրագետների և տկարների կառավարությունը շտապում է ընտրություններից առաջ թույլ տալ ադրբեջանցիներին Հայաստանում ոչ միայն բնակեցվել, այլ նաև հող և շենքեր գնել։ Միջազգային պրակտիկայում դա հստակ ամրագրված է, որ թշնամի պետության ներկայացուցիչներին կամ ոչ բարեկամ պետության ներկայացուցիչներին թույլ չի տրվում քո երկրում շենք-շինություն գնել։ Հողի մասին առավել ևս ավելի բարդեցված ընթացակարգեր են բազմաթիվ զարգացած եվրոպական և ամերիկյան երկրներում, եթե դուք փորձում եք գնալ եվրոպական կամ ամերիկյան ուղիով։ Իսկ այս տկարները ոչ միայն թույլ են տալիս շենք-շինություն գնել և արդեն կան գործարքներ, որոնք բացեիբաց ամրագրված են կադաստրի կոմիտեի կայքում, ուղղակի պետք է իմանալ համարները գործարքների։ Նաև իրանք թույլ են տալիս պետական գնումների e-աուկցիոն կայքից Ադրբեջանի քաղաքացիներին գնել նաև հող, հողամասեր և հողատարածքներ։ Մեկ վայրկյան կանգ առեք և մտածեք, արդյոք Հայաստանի քաղաքացին իրավունք ունի անխափան մտնել Ադրբեջան և ինքը չի ունենա իր կյանքին սպառնացող վտանգ կամ առողջության սպառնացող վտանգ։ Իսկ ստեղ խոսվում է հող, հողամասեր, շենք ու շինություն գնելու մասին։ Լավ եղեք, զգույշ եղեք և զգոն եղեք,